Միևնույն ժամանակ Սրբազան մայրաթորը կարգալույց արեց որոշ հոգևորականների թեմի առաջնորդների, օրինակ Արման Սարոյանին, վերջերս ներկայացրել թեմի առաջնորդին, բայց նրանք չեն ընդունում այդ ամեն ինչը, շարունակում են զբաղվել։ Դե գիտեք ինչ, ով չի ընդունում։ Նույն Գևորգ Օրինակ նախկինում Տեր Արամը շարունակված կատարությունն Դե դա գիտեք մենք տեսեք մենք նախկինում էլ ունեցել ենք եկեղեցականներ, որոնք կարգալուծվել են եւ որոնք չեն ճանաչել այդ կարգալուծությունը։ Բայց դա ըստ էության ոչինչ չի փոխել իրենց կյանքում։ Չեն ճանաչել, ասում են մենք շարունակում ենք դատական կարգով բողոքարկել են, դատական կարգով բողոքարկելը դա վերջին ժամանակների նոնսենսն է, որովհետեւ նախկինում այդպիսի հնարավորություն չունեին եւ առհասարակ թե եվրոպական օրենսդրության պրակտիկայում եւ թե մեր պրակտիկայում նման դեպք չկա արձանագրված։ Դա ուղղակի կոպիտ ցեխոտ ոտերով միջամտություն է կրոնական գործերի։